Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես, այս պահին ինչ ուժի մեջ է, ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Փաշինյանը թեև դեռ ապրիլին պնդում էր նոյեմբերի 1-ը եկամուտների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետն է ու հետ չեն կանգնի դրանից, նրա թիմակից Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է փոխել գրանցված աշխատողների եկամուտների հայտարարագրման համար գործող կարգավորումները։ Եթե քաղաքացին գտնում է, որ պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի, այսինքն աշխատավարձեր, նման այլ եկամուտներ, ինքը որևէ այլ եկամուտ չունի եւ փաստացի ավելացնելու բաներ չունի, ինքը կարող է պարզապես մուտք չգործել անգամ այդ համակարգ եւ վերջնաժամկետից հետո, այսինքն նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը անգամ համակարգ մուտք չի գործել եւ հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված եւ հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը որ պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է եղել։